Գլուխ 3 Օրհրթավոր նամակներ Վիշապոցի փախուստի պատճառով Հարին արժանացավ կյանքում իր կրած ամենաերկար պատժին, երբ վերջապես թույլ տվեցին խորդանոցից դուրս գալ, ամառային արձակուրդն արդեն սկսվել էր։ Դադլին հասցրել էր կոտրել նոր տեսախցիկը, ջարդուփշուր արել հեռակառավարվող ինքնաթիռը և առաջին անգամ իր նոր հեծանվով դուրս գալով բախվել էր տիկին Ֆիգին, որը անթացուկներին հենված անցնում էր Ձիթենիների փողոցով ու վայր գցեց նրան։ Հարին ուրախ էր, որ դասերն ավարտվել էին, բայց Դադլի ընկերների ձեռքից մեկ է, պրծում չկար։ Նրանք ամեն օր Դադլիին հյուր էին գալիս՝ Փիրզը, Դենիսը, Մալքոմը և Գորդոնը։ Բոլորն էլ ամրակազմ ու անխելք էին, բայց քանի որ Դադլին ամենաամրակազմն ու ամենաանխելքն էր, գլխավորը նա էր։ Մյուս տղաները միանգամայն գոհ էին, որ զբաղվելու էին Դադլի սիրած մարզաձևով, որը կարելի էր Հարի հալածանք անվանել։ Դրա համար էլ Հարին ջանում էր տնից հնարավորինս երկար բացակայել, շրջել փողոցներով ու երազել, թե երբ էր ավարտվելու արձակուրդը։ Դա էլ հույսի մի շող էր, որովհետև սեպտեմբերին նա գնալու էր միջնակարգ դպրոց և կյանքում առաջին անգամ Դադլիից հեռու էր լինելու։ Դադլին ընդունվել էր Սմելթինգս, Քերի Վերնոնի հաճախած մասնավոր դպրոցը։ Փիրս Փոլբիսը նույնպես այս դպրոցն էր ընդունվել։ Իսկ Հարին գնալու էր տեղի միջնակարգ դպրոց Stonewall High։ Դադլի կարծիքով դա շատ զվարճալի էր։ Հենց առաջին օրը գնաք դասի, բոլորիդ գլուխները կմցնեն զուգարանակոնքի մեջ, ասաց նա Հարիին։ Ուզում ես բարձրանանք մի քիչ պարապես։ Գործ չունես, ասաց Հարին։ Խեղճն իր օրում ավելի տհաճ բան, քան քո հաստ գլուխը տեսած չի լինի։ Կարող է սիրտը խառնել։ Եվ ծլկեց, քանի Դադլին չէր հասկացել ինչ ասաց։ Մի օր հուլիսին մորաքույր Փեթունիան Դադլին տարավ Լոնդոն, որ նրա համար Սմելթինգսի համազգեստ գնի, իսկ Հարին թողեց տիկին Ֆիգի մոտ։ Տիկին Ֆիգն այս անգամ այնքան անտանելի չէր։ Պարզվեց, սրունքը կոտրել էր, որովհետև իր անհամար կատուներից մեկը ոտքի տակն էր ընկել, այնպես որ հիմա էլ առաջվա պես շատ չէր սիրում նրանց։ Նա թույլ տվեց, որ Հարին հեռուստացույց նայի և մի կտոր շոկոլադե տորտ տվեց, որից այնպիսի համ էր գալիս, ասես մի քանի տարի առաջ էին թխել։ Այդ երեկո Դադլին նոփ նոր հագուստները հագած հանդիսավոր ճեմում էր հյուրասենյակում, որ հարազատներն իրեն տեսնեն։ Սմելթինգսի աշակերտները կրում էին կարմրադարչնագույն, ետևի մասը երկար բաճկոն, մինչև ծնկները հասնող նարնջագույն տաբատ և ծղոտե տափակ գլխարկ, նաև բռնում էին անտաշ ձեռնափայտ։ Համարվում էր, որ սա լավ վարժանք էր, որ հետագայում կարող էր շատ պետք գալ։ Քերի Վերնոնը նայեց նոր համազգեստ հագած որդուն և խզված ձայնով ասաց, որ երբևէ իրեն այդքան հպարտ չի զգացել։ Մորաքույր Փեթունիան արտասվեց։ Ուղղակի չէր հավատում, որ այդ հասուն ու գեղեցիկ պատանին իր փոքրիկ Դադլիկոն էր։ Հարին գերադասեց չարտահայտվել։ Նրան թվում էր, կողերն ուր որ է կոտրվելու են, այնպիսի ջանքեր էր թափում, որ չփրկար։ Հաջորդ առավոտյան, երբ Հարին իջավ նախաճաշելու, խոհանոցում գարշելի հոտ էր տարածվել։ Այն կարծես գալիս էր լվացարանակոնքի մեջ դրված տաշտակից։ Հարին մոտեցավ։ Տաշտի մեջ պղտոր ջրում լող էին տալիս ինչ-որ կեղտոտ քրչեր։ Սրանք ի՞նչ են, հարցրեց նա մորաքույր Փեթունիային։ Քո դպրոցական նոր համազգեստն է, պատասխանեց նա։ Հարին նորից նայեց տաշտին։ Չգիտեի, որ պետք է այսքան թաց լինի։ Հիմար դուրս մի տուր, կոպտեց մորաքույրը։ Դադլի հին շորերից են, մոխրագույն եմ ներկում, որ հագնես։ Երբ վերջացնեմ, ճիշտ այնպիսի տեսք կունենա, ինչպիսին մյուսներինը։ Հարին կասկածում էր, որ մորաքրոջ ասածը ճիշտ դուրս կգա, բայց չվիճեց, այլ նստեց սեղանի մոտ և փորձեց պատկերացնել,
թե ինչ տեսք է ունենալու ինքը դասերի առաջին օրը Stonewall-ում։ Մարդիկ հավանաբար կմտածեն, որ իր վրայից ծեր փղի կաշվի ծվեններ են կախնկած։ Դադլին ու Քերի Վերնոնը մտան խոհանոց, քթները Հարի դպրոցական նոր համազգեստի հոտից ծռմռելով։ Քերի Վերնոնը սովորականի նման բացեց լրագիրը, իսկ Դադլին Smeltings-ի ձեռնափայտով, որ ձեռքից վայր չէր դնում, խփեց սեղանին։ Քիչ անց լսվեցին փոստարկղի խոփի ճխկոցն ու գորգին թափվող նամակների ձայնը։ «Փոստը բեր, Դադլի», ասաց Քերի Վերնոնը լրագրի հետևից։ «Թող Հարին բերի»։ «Փոստը բեր, Հարի»։ «Թող Դադլին բերի»։ «Փայտովդ մի հատ բոթես դրան, Դադլի»։ Հարին խույս տվեց փայտից ու գնաց նամակների ետևից։ Փոստատարը բացիկ էր բերել հորաքույր մարջից, որը հանգստանում էր White կղզում, շագանակագույն մի ծրար, որ հավանաբար ինչ-որ տեղից ուղարկված հաշիվ էր, և Հարին հասցեագրված ինչ-որ նամակ։ Հարին վերցրեց նամակը ու ուշադիր նայեց։ Ինչպես էր սիրտը խփում, դեռ իրեն երբեք ոչ ոք նամակ չէր գրել։ Տեսնես ումից էր, ոչ ընկերներ ուներ, ոչ բարեկամներ, ոչ գրադարանում էր գրանցված, որ խիստ գրություններ ուղարկեին գրքերը վերադարձնելու պահանջով։ Եվ այդուհանդերձ նամակն իրեն էր հասցեագրված։ Ծրարին այնքան պարզ էր գրված, որ սխալվել հնարավոր չէր։ Պարոն Հ. Պոթերին, սանդուղքի տակի խորդանոց, Ծիթենիների փողոց 4, Փոքր Ուինգինգ, Սարիի կոմսություն։ Ծրարը հաստ ու ծանր էր, դեղնավուն մագաղաթից պատրաստած։ Հասցեն գրված էր զմրուխտագույն թանաքով, դրոշմանիշ չկար։ Հարին դողացող ձեռքով ծրարը շրջեց ու տեսավ վրան դաջված գերբով մանուշակագույն մոմե կնիքը։ Գերբին պատկերված էր առյուծ, արծիվ, փորսուղ ու մեծ Հ տառի շուրջ գալարվող օձ։ «Արագացրու, տղա», խոհանոցից բղավեց Քերի Վերնոնը։ «Ինչ ես անում։ Կարող ես ստուգում ես, որ նամակների մեջ պայթուցիկ չկա»։ Քերի Վերնոնը ինքն իր կատակի վրա սրտանց ծիծաղեց։ Հարին վերադարձավ խոհանոց, շարունակելով նայել նամակին։ Քերի Վերնոնին հանձնեց հաշիվն ու բացիկը, նստեց ու սկսեց դանդաղ բացել դեղին ծրարը։ Քերի Վերնոնն աչքի անցկացրեց հաշիվը, բարկացած խրխրաց, հետո անցավ բացիկին։ Մարջը հիվանդացել է, հայտնեց նա մորաքույր Փեթունիային, ինչ-որ անծանոթ ծովային խխունջ է կերել։ «Պա», հանկարծ բղավեց Դադլին, «Հարին ինչ-որ բան է ստացել»։ Հարին արդեն բացում էր իր նամակը, որը նույնպես գրված էր ծանր մագաղաթի վրա։ Բայց Քերի Վերնոնը խլեց այն։ «Դա իմ նամակն է», ասաց Հարին, փորձելով ետ վերցնել ծրարը։ «Քեզ գրողն ով է», քմծիծաղ տվեց Քերի Վերնոնը։ Մի ձեռքով թափ տալով բացեց նամակը ու նայեց թղթին։ Նրա դեմքը սկսեց ճանապարհային լուսացույցից էլ արագ կանաչել ու կարմրել։ Բայց բանը սրանով չվերջացավ։ Վայրկյանների ընթացքում այն դարձավ չորացած շիլայի պես գորշավուն սպիտակ։ Փեթունիա, հևաց նա։ Դադլին փորձեց խլել նամակը, որ կարդա, բայց Քերի Վերնոնը չտվեց։ Մորաքույր Փեթունիան հետաքրքրությամբ վերցրեց նամակը ու կարդաց առաջին տողը։ Մի պահ թվաց, ուր որեք ուշաթափվի, ձեռքը տարավ կոկորդին ու խեղդվելու ձայներ հանեց։ «Վերնոն, ախ Տեր իմ Աստված, Վերնոն»։ Նրանք իրար երես նայեցին, ասես մոռանալով, որ Հարին ու Դադլին դեռ սենյակում են։ Դադլին սովոր չէր, որ իրեն անտեսեն, և ձեռքի փայտով հասցրեց հոր գլխին։ «Ես եմ ուզում կարդալ այն», բարկացած ասաց Հարին։ «Դա իմ նամակն է»։ «Ռադներդ քաշեք», գոռաց Քերի Վերնոնն ու նամակը նորից խցկեց ծրարի մեջ։ Հարին տեղից չշարժվեց։ «Իմ նամակն է, ինձ տվեք», գոչեց նա։ «Տվեք տեսնեմ, ինչ նամակ է», գոռաց Դադլին։ «Դուրս», ոռնաց Քերի Վերնոնը, բռնեց երկուսի վզակոթերից ու շպրտեց միջանցք, խոհանոցի դուռը հետևներից շրխկացնելով։ «Զարմիկները տեղում լուռ,
բայց կատաղի մարդ մղեցին խոհանոցի դրան անցքից ականջ դնելու համար։ Դադլին հաղթեց, իսկ Հարին ակնոցն ականջից կախ, մնաց հորի վրա պառկած, որ գոնե դրան տակի ճեղքից ականջ դնի խոսակցությանը։ Վերնոն, դողդոջուն ձայնով ասաց մորաքույր Փեթունյան, մի նայիր ծրարի հասցեին, ոնց կարող էին իմանալ, թե տղան որտեղ է քնում։ Խո չէին հետևում մեզ։ Գուցե եւ հետևում էին, լրտեսում կամ էլ հետևներիցս գալիս, կատաղած մրթմրթաց քերի Վերնոնը։ Բայց ինչ ենք անելու, Վերնոն։ Պատասխանենք նամակին, ասենք, որ մենք չենք ուզում, որ… Հարին դրան անցքից տեսնում էր, ինչպես են քերի Վերնոնի հայլում սև կոշիկները հետ ու առաջ անում խոհանոցում։ Ոչ, ասաց նա վերջապես։ Ոչ, կանտեսենք այն։ Եթե նամակն անպատասխան մնա, այո, այդպես ավելի ճիշտ կլինի, ոչ մի բան էլ չենք անի։ Բայց ես մտադիր չեմ տանը նման մեկին պահել, Փեթունյա։ Երբ տղային ներս առանք, երդվեցինք, որ այդ վտանգավոր անհեթեթությունը միջից հանելու ենք։ Այդ երեկո աշխատանքից վերադառնալով քերի Վերնոնն արեց մի բան, որ նախկինում երբեք չէր արել, բարձրացավ Հարիի մոտ խորդանոց։ Նամակը սուր է, հարցրեց Հարին, հենց քերի Վերնոնը մի կերպ խորդանոցի դռնից ներս խցկվեց։ Ո՞վ է ինձ գրում։ Ոչ ոք։ Այն քեզ սխալ մամբեր հասցեագրված, կարճ պատասխանեց քերի Վերնոնը։ Արդեն վառել պրծել են։ Սխալ բան չկար, բարկացած ասաց Հարին։ Ծրարին գրված էր, որ ես խորդանոցում եմ բնակվում։ Լռիր, որոտաց քերի Վերնոնը։ Մի երկու սարդ առաստաղից պոկվելով վայր ընկան։ Հետո մի քանի անգամ խոր շունչ քաշեց ու փորձեց ժպտալ, որ տանջալից բան էր նրա համար։ Հա, ինչ վերաբերում է խորդանոցին։ Մորաքույրդ ու ես մտածեցինք, որ այստեղ քնելու համար դու արդեն մեծ ես։ Գուցե վատ չէր լինի տեղափոխվեիր Դադլի մյուս ննջասենյակ։ Ինչու՞, հարցրեց Հարին։ Հարցեր մի տուր, կտրուկ ասաց քերի Վերնոնը։ Հավաքիր ունեցած չունեցածդ ու վերև գնա։ Դրզլիների տանը 4 ննջասենյակ կար։ Մեկը քերի Վերնոնի ու մորաքույր Փեթունյայի համար, մեկը հյուրերի, սովորաբար քերի Վերնոնի հյուրը, Մարջն էր գալիս, մեկը Դադլի։ Իսկ մյուս ննջասենյակում Դադլին պահում էր իր խաղալիքներն ու իրերը, որոնք իր սենյակում տեղ չէին անում։ Ընդամենը մի անգամ բարձրանալով, Հարին մի ողջ ունեցված խորդանոցից տեղափոխեց վերև։ Նստեց մահճակալին ու նայեց շուրջը։ Սենյակում գրեթե ամեն ինչ կոտրված էր։ Մեկ ամիս առաջ գնված տեսախցիկը դրված էր փոքրիկ լարովի տանկի վրա, որով Դադլին հարևանի շանը վրա երթի էր ենթարկել։ Մի անկյունում Դադլի առաջին հեռուստացույցն էր, որի էկրանը փշրել էին և իր սիրած հաղորդումը ծրագրից հանել էին։ Սենյակում կար նաև մի մեծ վանդակ, որի մեջ առաջ թութակ էր։ Դադլին թութակին դպրոցում փոխել էր իսկական օդային հրացանի հետ։ Հրացանը հիմա դարակին էր, ծայրը բոլորովին ծռված, որովհետև Դադլին նստել էր վրան։ Մյուս դարակները լի էին գրքերով, սենյակի միակ իրերը, որոնց կարծես ձեռք չէին դիպել։ Ներքևից լսվում էին Դադլի աղաղակները։ Չեմ ուզում, որ նա այնտեղ մնա։ Ինձ այդ սենյակը շատ է պետք։ Դուրս հանեք նրան իմ սենյակից։ Հարին հառաչելով ձգվեց մահճակալին։ Դեռ 3 շատ բան կտար, որ այդ սենյակն իրենը լիներ։ Այսօր կնախընտրեր վերադառնալ խորդանոց, միայն թե իր նամակը իրեն տային։ Հաջորդ օրը նախաճաշին բոլորն իրենց բավականին հանգիստ էին պահում։ Դադլին ցնցված էր։ Նա արդեն սրտի ուզածի չափ բղավել էր, հորը Սմելթինգսի գավազանով հարվածել։ Սուտ հիվանդ ձևացել, մորը քացով խփել ու գրյային նետել ջերմոցի տանիք, բայց մեկ է, սենյակը հետ չէր ստացել։ Հարին մտածում էր նախորդ օրվա
նույն ժամի մասին ու ափսոսում, որ նամակը միջանցքում չէր բացել։ Քերի Վերնոնն ու մորաքույր Փեթունյան մռայլ իրար երեսի էին նայում։ Երբ փոստը բերեցին, Քերի Վերնոնը, որը փորձում էր Հարի սիրտը շահել, ստիպեց, որ Դադլին գնա նամակների ետևից։ Լսվում էր, ինչպես է նա գավազանով այս ու այն կողմ խփում։ Հետո բղավեց. «Էլի է նամակ եկել, պարոն Հարի Փոթերին, փոքր ննջասենյակ, Ձիթենիների փողոց, համար 4»։ Խեղդված մի ճիճ արձակելով, Քերի Վերնոնը ցատկեց տեղից ու նետվեց միջանցք։ Հետևից Հարին։ Քերի Վերնոնը ստիպված եղավ Դադլիի հետ կողք բռնվել, գետնին տապալել նրան, որպեսզի նամակը ձեռքից խլի։ Սա բավականին դժվար էր, որովհետև Հարին էլ հետևից էր քաշում նրա վզից։ 1 րոպե տևած անհասկանալի գոտեմարտից հետո, որի ընթացքում բոլորը բավարար չափով գավազանի հարվածներ կերան, Քերի Վերնոնը շնչակտուր ուղղվեց, նամակը ձեռքերում ամուր սեղմած։ «Դու խորդանոց գնա, ուզում եի ասել ննջասենյակդ», գոռաց նա Հարիի վրա։ «Դադլի, գնա, ուղղակի գնա այստեղից»։ Հարին անհանգիստ քայլում էր իր սենյակում, ինչ-որ մեկը տեղյակ էր, որ ինքը խորդանոցից տեղափոխվել է սենյակ, և կարծես գիտեր նաև, որ առաջին նամակը իրեն չէր հասել։ Արդյոք սա նշանակում էր, որ նորից էին նամակ ուղարկելու։ Այս անգամ ամեն ինչ կաներ, որ նամակը իր ձեռքն ընկներ, արդեն ծրագիր էլ ուներ։ Հաջորդ առավոտյան վերանորոգված զարթուցիչը ժամը 6-ին զնգաց։ Հարին արագ անջատեց այն ու լուռ հագնվեց։ Դրզլիները չպետք է արթնանային։ Առանց լույսը վառելու զգույշ իջավ աստիճաններով։ Որոշել էր փոստատարին փողոցի անկյունում սպասել ու վերցնել համար 4 տանը հասցեագրված նամակները։ Երբ մութ միջանցքով սողում էր դեպի շքամուտքի դուռը, սիրտն ուժեղ բաբախում էր։ «Վախ»։ Հարին ցատկեց տեղում։ Ոտքն ինչ-որ մեծ ու մսոտ կենդանի արարածի վրա էր դրել։ Վերևում լույս վառվեց, և Հարին սարսափած հասկացավ, որ մեծ ու մսոտ բանը Քերի Վերնոնի դեմքն էր։ Նա որոշել էր գիշերել քնապարկի մեջ, շքամուտքի մոտ, որպեսզի վստահ լինի, որ Հարին չի անի այն, ինչ նա փաստորեն որոշել էր անել։ Ամբողջ կես ժամ նա գոռում էր Հարիի վրա, հետո ասաց, որ գնա ու մի բաժակ թեյ սարքի։ Հարին խեղճ քստքստացնելով քայլերն ուղղեց դեպի խոհանոց, իսկ երբ վերադարձավ, փոստն արդեն այնտեղ էր, Քերի Վերնոնի ծնկներին։ Հարին տեսավ կանաչ թանաքով գրված 3 նամակ։ «Ես ուզում եմ», սկսեց նա, բայց Քերի Վերնոնը հենց նրա աչքի առաջ նամակները պատառ արեց։ Այդ օրը Քերի Վերնոնը աշխատանքի չգնաց, մնաց տանն ու մեխեց փոստարկղի բերանը։ Եթե չկարողանան նամակներն այստեղ գցել, ձեռք կքաշեն։ Մեխերը բերանը դրած, բացատրեց նա մորաքույր Փեթունիային։ Վստահ չեմ, որ դա կօգնի Վերնոն։ Օ, այդ մարդկանց գլուխը սովորական ձևով չի աշխատում, Փեթունիա։ Նրանք ինձ ու քեզ նման չեն, ասաց Քերի Վերնոնը, ու մուրճի փոխարեն կնոջ բերած մրգով տորթի կտորով խփեց մեխին։ Ուրբաթ օրը մոտ 12 նամակ եկավ Հարիին։ Փոստարկղի մեջ այլևս չէին կարող գցել, և նամակները ներս էին խցկել դռան տակի ճեղքից ու կողքերից։ Մի քանիսը նույնիսկ առաջին հարկի լոգարանի փոքրիկ պատուհանից էին ներս նետել։ Քերի Վերնոնը նորից աշխատանքի չգնաց։ Բոլոր նամակները այրելուց հետո վերցրեց մուրճն ու մեխերը ու սկսեց փակել շքամուտքի ու ետնամուտքի դռների ճեղքերը, որ ոչ ոք չկարողանա դուրս գալ։ Մեխելիս քթի տակ թաքուն կակաչների դաշտով երգի մեղեդիներ երգում ու ամենափոքր աղմուկից ցնցվում։ Շաբաթ օրը բանը բանից անցավ։ Այս անգամ Հարին հասցեագրված 24 նամակ գտան, ոլորված ու թաքնված 2 դյուժին ձվերի մեջ, որ անասելի շփոթված կաթնավաճառը հյուրասենյակի պատուհանից փոխանցեց մորաքույր Փեթունիային։ Քերի Վերնոնը կատաղած զանգում էր փոստ և կաթնատուն, փորձելով պարզել, ում կարող էր բողոքել։
Մորաքույր Փեթունյան խոհանոցային սարքով նամակներն էր մանրացնում։ Ո՞վ է այդքան ուզում հետդ խոսել, ապշած հարցնում էր Դադլին Հարին։ Կիրակի առավոտյան, երբ Քերի Վերնոնը նստեց նախաճաշելու, մի տեսակ հոգնած ու հիվանդ էր երևում, բայց տրամադրությունը բարձր էր։ Կիրակի օրերին փոստ չեն բերում, ուրախ տնեցիներին հիշեցրեց նա, ջեմը սխալմամբ թերթերին քսելով։ Գոնե այսօր այդ անիծված նամակները չենք տեսնի։ Հենց այդ պահին ինչ-որ բան աղմուկով իջավ խոհանոցի ծխնելույզից և ընկավ Քերի Վերնոնի գլխին, իսկ հաջորդ վայրկյանին 30 թե 40 նամակ փամփուշտների նման տեղացին բուխարու բացվածքից։ Դրզլիները գլուխները կախեցին, իսկ Հարին բարձր ցատկեց, փորձելով նամակներից մեկը որսալ։ Դուրս, դուրս։ Քերի Վերնոնը բռնեց Հարիի մեջքից ու տղային միջանցք շպրտեց։ Երբ մորաքույր Փեթունյան ու Դադլին, դեմքները ձեռքներով ծածկած, դուրս եկան խոհանոցից, Քերի Վերնոնը աղմուկով փակեց դուռը։ Միջանցքից լսվում էր, ինչպես են նամակները, պատերին ու հատակին խփելով, շարունակում լցվել խոհանոց։ Համբերությունս հատեց, ասաց Քերի Վերնոնը, փորձելով հանգիստ խոսել, միաժամանակ բեղերից փնջերով մազեր փիտելով։ 5 րոպեից կազմ ու պատրաստ այստեղ լինեք, տնից հեռանում ենք, մի 2 ձեռք հագուստ վերցրեք և ոչ մի առարկություն չլսեմ։ Իր կես բեղով Քերի Վերնոնն այնպիսի ահարկու տեսք ուներ, որ ոչ մեկի մտքով չանցավ առարկել։ 10 րոպե հետո քաշել պոկել էին դռների մեխած տախտակներն ու նստել մեքենան, որը հիմա սլանում էր դեպի մայրուղի։ Դադլին ֆսֆսում էր, որովհետև հայրը մի հատ հասցրել էր գլխին։ Երբ նա փորձել էր բոլորին սպասեցնելով հեռուստացույցը, տեսաձայնարկիչը ու համակարգիչը տեղավորել սպորտային պայուսակի մեջ, որ հետը վերցնի։ Առանց կանգ առնելու գնում էին, անգամ մորաքույր Փեթունյան չէր համարձակում հարցնել ուր են գնում։ Երբեմն Քերի Վերնոնը կտրուկ թեքվում էր և միառժամանակ մեքենան վարում հակառակ ուղղությամբ։ Պետք է ազատվել դրանցից։ Ազատվել։ Քթի տակ կրկնում էր նա, ամեն անգամ մեքենայի ուղղությունը փոխելիս։ Ամբողջ օրվա ընթացքում ոչ մի անգամ կանգ չառան հաց ուտելու կամ ինչ-որ բան խմելու համար։ Մութ ընկնելուն պես Դադլին սկսեց զռռալ։ Սա նրա կյանքի ամենավատ օրն էր։ Սոված էր, բաց էր թողել հեռուստատեսային 5 հաղորդում, որ պետք է նայեր, և դեռ երբեք չէր պատահել, որ այսքան ժամանակ համակարգչով այլմոլորակայինի չխփեր։ Վերջապես Քերի Վերնոնը կանգնեց ինչ-որ մեծ քաղաքի արվարձանի մռայլ հյուրանոցի առջև։ Դադլին ու Հարին զբաղեցրին մգլահոտ սավաններ գցած մահճակալներով խոնավ սենյակը։ Դադլին սկսեց խռմփացնել։ Հարին մնաց արթուն, նստեց պատուհանի կոքին, սկսեց նայել անցնող-դարձող մեքենաների լույսերին ու մտածեց։ Մյուս օրը նախաճաշին կերան եգիպտացորենի քարթու փաթիլներ, սառը պահածոյացված լոլիկներ ու բոված հաց։ Հազիվ էին նախաճաշն ավարտել, երբ հյուրանոցի տիրուհին մոտեցավ նրանց սեղանին։ Հազար ներողություն։ Ձեր մեջ կա պարոն Հ. Փոթեր անունով անձնավորություն։ Այս նամակներից մի 100 հատ արդեն ստացել եմ։ Նա ցույց տվեց նամակը և բոլորը տեսան կանաչ թանաքով գրված հասցեն։ Պարոն Հ. Փոթերին 17 սենյակ, Ռեյլվյու հյուրանոց, Քոքֆորդ։ Հարին ուզում էր վերցնել նամակը, բայց Քերի Վերնոնը խփեց ձեռքին։ Հյուրանոցի տիրուհին զարմացած նայեց նրան։ Ես կվերցնեմ այդ նամակները, ասաց Քերի Վերնոնը, արագ ոտքի կանգնեց ու ճաշասրահից դուրս գալով հետևեց կնոջը։ Ավելի լավ չէր լինի տուն գնայինք, սիրելիս։ Ժամեր անց վախվորած առաջարկեց մորաքույր Փեթունյան, բայց Քերի Վերնոնը թված չլսեց նրան։ Ոչ ոք չգիտեր, հատկապես ինչ էր փնտրում նա։ Բոլորին տարավ անտառ,
մեքենայից դուրս եկավ ու սկսեց շուրջը նայել։ Թափ տվեց գլուխը, նստեց մեքենան և նորից ճանապարհ ընկավ։ Նույն բանը տեղի ունեցավ Հերկաց դաշտում, Կախովի կամրջի մեջտեղում և բազմահարկ կայանատեղում։ Հայրիկը ոնց որ գժվել է, հա՞, երեկոյան անտարբեր հարցրեց Դադլին մորը։ Քերի Վերնոնը մեքենան կանգնեցրել էր ծովափին, բոլորին փակել մեքենայի մեջ, իսկ ինքը անհետացել։ Սկսեց անձրև գալ։ Ցածր կաթիլները թակում էին տանիքը, Դադլին նվնված։ Այսօր երկուշաբթի է։ Երեկոյան հեռուստացույցով Մեծն Համբերթոն է։ Գնանք միտեղ, որտեղ հեռուստացույց կա։ Երկուշաբթի, Հարին ինչ-որ բան հիշեց։ Եթե այսօր երկուշաբթի էր, իսկ Դադլին, այս հարցում հեռուստատեսային հաղորդումների շնորհիվ կարելի էր վստահել։ Ուրեմն մյուս օրը երեքշաբթի էր, իր ծննդյան օրը։ 11 տարին էր լրանում։ Ճիշտ է։ Նրա տարեդարձները առանձնապես ուրախ չէին անցնում։ Անցյալ տարի, օրինակ, դրզլիները վերարկուի կախի չէին նվիրել ու Քերի Վերնոնի հնամաշ գուլպաներից մի զույգ։ Բայց մեկ է, մարդ ամեն տարի 11 տարեկան չի դառնում։ Քերի Վերնոնը վերադարձավ։ Նա ժպտում էր, ձեռքին երկար ու բարակ փաթեթ կար, և մորաքույր Փեթունիայի հարցին, թե ինչ էր գնել, չպատասխանեց։ Ընտիր տեղ եմ գտել, ասաց նա, գնացինք, դուրս եկեք մեքենայից։ Ցուրտ էր։ Քերի Վերնոնը ծովի խորքերում ինչ-որ ժայռ ցույց տվեց։ Ժայռի կատարին թարել էր ամենախղճուկ տնակը, որ կարելի էր պատկերացնել։ Մի բան պարզ էր, այնտեղ հեռուստացույց չէր կարող լինել։ Այս երեկո փոթորիկ են խոստացել, ցնծագին հայտարարեց Քերի Վերնոնը ու ծափ զարկեց։ Իսկ այս պարոնը սիրով համաձայնվել է իր նավակը մեզ տրամադրել։ Անատամ մի մարդ անշտապ մոտեցավ նրանց, դեմքին բավականին նենգ ժպիտ։ Նա ցույց տվեց ծովի գորշ ջրերի վրա ճոճվող հին թիանավակը։ Մեզ համար պարեն արդեն վերցրել են, այնպես որ բոլորդ ձեր տեղերը զբաղեցրեք։ Նավակի մեջ սաստիկ ցուրտ էր, ծովի ալիքների սառցե ցայտերը ու անձրևի կաթիլները սողոսկում էին հագուստից ներս, սառը քամին մտրակում էր դեմքները։ Թվաց ժամեր անցան, մինչև հասան ժայռին, և Քերի Վերնոնը սայթաքելով ու սահելով առաջնորդեց նրանց դեպի խարխուլ տնակը։ Ներսից տնակը սոսկալի էր։ Ջրիմուռների տհաճ հոտ էր գալիս։ Քամին սուլում էր փայտե պատերի ճեղքերից։ Բուխարին թաց էր ու դատարկ։ Տնակն ընդամենը 2 սենյակ ուներ։ Քերի Վերնոնի խոստացած պարենը մեկական տոպրակ չիփս էր ու 4 բանան։ Նա փորձեց խարույկ վառել, բայց չիփսի դատարկ տոպրակները միայն ծուխ էին արձակում ու կծկվում։ Բա մի քանի հատ այն նամակներից չլինեին, վառեինք, կատակեց նա։ Հոյակապ տրամադրության մեջ էր, հավանաբար մտածում էր, որ այդ եղանակին իրենց ոչ ոք չէր կարող գտնել, որ նամակներ հանձներ։ Հարին համամիտ էր, բայց այդ միտքը նրան բոլորովին չէր ուրախացնում։ Մութն ընկավ, և խոստացված փոթորիկը սկսվեց։ Հսկա ալիքների ցայտերը ողողում էին տնակի պատերը։ Կատաղի քամին դղրդացնում էր անլվա պատուհանները։ Մորաքույր Փեթունիան տան մյուս սենյակում գտավ մի քանի մգլած վերմակ ու ցեցը կերած բազմոցին Դադլիի համար անկողին գցեց։ Իսկ ինքը Քերի Վերնոնի հետ գնաց պառկելու հարևան սենյակի խորթուբորդ մահճակալին։ Հարին մնում էր փնտրել հատակի ամենահարմար մասն ու կուչ գալ բարակ ու հնամաշ վերմակի տակ։ Փոթորիկը գնալով մոլեգնում էր։ Հարին չկարողացավ քնել։ Դողում էր ու շուռումուռ գալիս, փորձելով հարմար դիրք գտնել։ Սովից փորը վեց-վեց էր անում։ Կեսգիշերին ամպրոպի խուլ դղրդոցները սկսեցին խլացնել Դադլիի խռմփոցը։ Ըստ Դադլիի գիրուկ ձեռքին կապած ժամացույցի 10 րոպեից Հարին դառնալու էր 11 տարեկան։ Հարին պառկել ու նայում էր,
ինչպես է իր ծննդյան օրը տկտկալով մոտենում։ Տեսնես դրզլիներն ընդհանրապես հիշում էին այդ մասին, որտեղ էր հիմա իր նամակը։ Մնաց 5 րոպե, դրսից ինչ-որ ճռռոց հասավ ականջին։ Հույս ուներ տանիքը փուլ չէր գալիս, չնայած այդ դեպքում գոնե չէր մրսի։ Մնաց 4 րոպե, գուցե երբ վերադառնային, Ձիթենիների փողոցի տանն այնքան շատ նամակներ կլինեին, որ կկարողանար գոնե մեկն աննկատ վերցնել։ 3 րոպե։ Միթե ծովի ալիքներն էին այդպես ուժգին բախվում ժայռին։ Մնաց 2 րոպե։ Ինչ տարօրինակ ճռճռթոց էր։ Կարող է ժայռը փուլ էր գալիս ու խորտակվում ծովում։ 1 րոպե էլ, և ինքը կդառնար ուղիղ 11 տարեկան, 30 վայրկյան, 20, 10, 9, գուցե արժեր արթնացնել Դադլիին, թեկուզ հոգու հետ խաղալու համար։ 3, 2, 1, դրըմփ։ Տնակը հիմքից ցնցվեց, և Հարին տեղում ուղիղ նստեց, հայացքը մեխելով դռանը։ Դրսում ինչ-որ մեկը կար և դուռն էր բախում։